Համեցեք։ Պարոն վարչապետ, քանի որ խոսք գնաց սահմանամերձի ծրագրից, այսօրվա թվերը հնչեցնեմ, այսօրվա դրությամբ արդեն 606 հաստատված գործարք ունենք սահմանամերձ բնակավայրում, նաև նշեմ, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թվով 7 ընտանիք նույնպես հաստատվել է իրենց շահառու լինել, այսինքն համապատասխանեցրել են իրենց ուրեմն կարգավիճակը պայմանին, քաղաքացիության հետ կապված, նրանք երեխաներով ընտանիքներ են հիմնականում եւ առաջիկայում արդեն կառուցեն իրենց տունը։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առաջին շահառուներն են 16 միլիոնի։ Դե պետքա ողջունել այդ փաստը, որովհետեւ դա շատ կարեւոր փաստ է եւ շատ ուրախ եմ, որ արդեն 6 ընտանիք արդեն հաստատվել է ծրը։ 7 ընտանիք։ Այսինքն իրանք սահմանամերձ գյուղերում արդեն հողակտոր ունեն, արդեն ստացել են կամ կստանան գումարը վստահաբար եւ կսկսեն շինարարությունը։ Այո, ունեն շինթույլտվություն, նախահաշիվ եւ եկել է արդեն հաստատման, մենք պայմաններին համապատասխանությունը հաստատել ենք, արդեն ընթաց կտրվի պայմանագրի կնքմանը։ Ես կարծում եմ, եթե իհարկե իրանք դեմ չլինեն, արժի այդ դեպքերը լուսաբանել։ Այսինքն իրենք պատմեն, թե ինչ ընթացք անցավ, դժվար էր, հեշտ էր, ինչ քայլեր արեցին, որի արդյունքում դարձան ծրագրի շահառու։